Սիրելի հայրենակիցներ, իմ և Արտուր Խաչիկյանի հերթական փոդքասթն է, մենք չենք հասցնում, այս ռիթմին, այնպես են ներքաղաքական իրադարձությունները և նաև արտաքին քաղաքական իրադարձությունները զարգանում, որ չենք հասկանում փոդքասթի սկզբում թվում է թե աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, մեկ էլ 10 րոպե հետո կարող է այլ բան փոխվել։ Արտուր, ես առաջարկում եմ մեր այսօրվա ուրեմն զրույցը սկսենք մի աննախադեպ աղաղակող այսպես ուղակի միջամտությամբ, ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի խայտառակ հայտարարությունն էր, որ նա որոշել է, ես տպավորություն ունեմ, որ Մամեդյարովը հանդես է գալի որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետ, այնպիսի էնտուզիազմով էր նա քննադատում այն ուժերին Նիկոլ Փաշինյանից բացի, ովքեր մասնակցում են ընտրական արշավին, գնահատականներ էր տալի, հաշվել էր թե ուժեղ Հայաստանի միտինգին քանի մարդ կա, ասում էր դա օվկիանոսում մի կաթիլ է, դա այդտեղ մարդ չկար, որոշել է թե որ ուժը ընտրական բարիերը կհաղթահարի, որ ուժը չի հաղթահարի և վերջում բնականաբար եզրահանգում է, որ հայ ժողովուրդը հոգնել է այն բոլոր ուժերից, բացառապես Նիկոլ Փաշինյանից և Մամեդյարովը, Նիկոլ Փաշինյանի շանսերը, ինչպես դրանից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը գնահատում է շատ բարձր։ Հիմա հարց, Արտուր, այս ինչքան ժամանակ է, այս ռեժիմը խոսում է հյուսիսից, վախենում են Ռուսաստանի անունտան հյուսիսից, հիբրիդային պատերազմի և Հայաստանի ներքին գործերին և մասնավորապես ընտրական պրոցեսին մասնակցելու մեջ։ Դու կարող ես հիշել Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ արդյոք եղել է նման նախադեպ, որ որևէ երկրի ներկա, նախկին, բարձրաստիճան պաշտոնյա այսքան բեսպարդոնը քիթը խոթի Հայաստանի ներքին գործերի մեջ և այսքան բացահայտ սատարի գործող իշխանությանը։ Իհարկե ոչ, սիրելի Նաիրա, որևէ ժամանակ այս վերջի 35 տարվա ընթացքում ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այսպիսի ուղղակի ձևով չէին միջամտում մեր ներքին հարցերին, մեր ընտրություններին։ Սա առաջի անգամն էլ չի։ Դու հիշում ես, Թուրքիայի ներկայացուցիչը ասեց, որ նրանց տեխնացուն այս անձն է։ Դրանից առաջ, երբ որ մեր շտաբը անվստահություն հայտնեց եւ կոչ արեց, որ այս անձը հրաժարական տա, Թուրքիան նորից միջամտեց, եթե հիշում ես։ Սպառնաց հատուկ ջոկատայիններ ուղարկել։ Այո, բայց դա մենք չենք նկատում, մենք Սալավիով ենք նկատում։ Երբ որ Սալավիովն է ինչ որ հիմարություններ ասում, մենք միանգամից բոլորս խառնվում ենք ու այս քարոզչական WhatsApp խմբի անդամներին մեսեջ է ուղարկվում, որ սկսեն ձայն տալ, գոլս։ Ես ժամանակին ավչար կա ունեի, ասում ես գոլս սկսում է ձայն հանել։ Հենց որ Սալավիովը խոսած, սրանք խառնվեցին իրար։ Երբ որ կողքից Թուրքիան է սպառնում կամ Ադրբեջանն է սպառնում, սրանք ձեն չեն հանում։ Այսինքն եւ նրանք եւ այս մարդիկ խոսում են սուվերենությունից։ Նաիրա ջան, ես նորից կարամ անեմ, հենց բաց էֆիրում կարամ նայեմ անգլերեն քո արչեւ մեր աուդիտորիայի արչեւ սուվերենությունը ինչա նշանակում։ Հենց հիմա կասենք էլի մեր մեզ լսողների համար, որ հասկանան ինչն է սուվերենությունը, իրական ինքնիշխանությունը։ Ես live news-ով մի անգամ դարել եմ, էլի կանեմ, հեսա մի րոպեից կգտնեմ, հեռախոսից վրա կգտնեմ, ցույց կտամ, այս հարցը լուծվի։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ եւ այս աղանդի անդամներ, բարև ձեզ, Հայաստանի ինքնավար հանրապետություն, Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում։ Բարի գալուստ, մենք դարանք ինքնավար հանրապետություն, իսկ վաղուց դառնալու ենք ինքնավար շրջան։ Երբ Բաքուն ասելու է, մենք առարկում ենք, որ Հայաստանում այս կամ այս քաղաքական գործիչները իրավունք ունենան խոսել, այս կամ այն կուսակցությունները պետք է փակվեն, այս տարբեր փողոցների անունները պետք է փոխվեն, արձանները պետք է հանվեն, Ծիծեռնակաբերդը պետք է փակվի, մենք դրան էլ շատ շուտով կհասնենք։ Մենք փաստորեն դառել ենք ինքնավար մարզ կամ ինքնավար հանրապետություն, դեռ հանրապետություն, շուտով կդառնանք մարզ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում շնորհավորում եմ ձեզ, բարի գալուստ։
Արտուր ջան, բայց արի ընդունենք, որ հասարակության միայն այս մասին չենք խոսում ես եւ դու, մեր բազմաթիվ Հականիկոլ ճամբարի գործիչներ այդ մասին խոսում են, բայց մենք հասարակության մի սեգմենտ ունենք, որ ասում է ես օքեյ եմ, դու ինչի ես քեզ ճղում։ Ես քիչ առաջ եթերում էի եւ մի բավականաչափ վատ թիվ ներկայացրեցի իր հետևանքների առումով վատ, բոլոր հարցումներով 40 եւ ավելի տոկոս մեր հանրության չի վստահում որևէ քաղաքական ուժի ոչ Նիկոլին, ոչ էլ առ այս պահը ընտրական հայտ ներկայացրած որևէ ուժի, այսինքն այդքան մարդ չի գնալու ընտրության եւ եթե այդ տոկոսը վերացում ենք թվային առումով, այսինքն 1 միլիոն պատկերացնում ես 1 միլիոն եւ ավելի ՀՀ քաղաքացի ասում է ես կամ ոչ մեկին չեմ ընտրելու եւ չեմ գնալու ընտրության կամ որևէ նախապատվություն չունեմ, որովհետեւ այն առաջարկները, որոնք առ այս պահը դրվել են ընտրական սեղանին եւ ՔՊ-ի եւ ընտրական process-ին մասնակցող ընդդիմադիր ուժերի կողմից մեզ չեն բավարարում։ Հիմա ոնց այս մարդկանց մեր ընտրողներին հարգարժան, որովհետև ես կարծում եմ իմ եւ քո առաքելությունը չի պիտի լինի այս ընդդիմադիր գզվրտոցի մեջ մտնելը, որովհետև միևնույնն է, ես ոնց հասկացա, իրանք դա չեն դադարեցնելու։ Մենք պիտի հասարակությանը ոնց բացատրենք, որ քո այդ ապաթիան, քո այդ հունիսի 7-ին տանը մնալը երկրի համար բերելու է քո ասած ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում հետևանքի։ Ընդունենք, որ մի միլիոնից մի քանիսի համար օքեյ է, կարևորը ինքը թուրքական թաչ ֆիրմայի չստիկ հագնի, ինքը համաձայն է, դա իր երազանքների պատալոկն է, բայց մենք ունենք մի adekvat սեգմենտ, որին պետք է իսկապես այնպիսի առաջարկ ներկայացնել, որ ինքը հավատա, ոնց անել դա։ Նախ պետք է ընդունել, որ այս մարդիկ հիմք ունեն թերահավատ լինելու։ Նրանք հիմք ունեն, մեր ժողովրդին պետք է հասկանալ, մեր ժողովուրդը շատ հարցերում մեզանից էլ ավելի խելոք է։ Նրանք գիտեն, նրանք տեսնում են որոշ բաներ, օրինակ ես չէի տեսնում, որտեղ Հայաստանի այսպես կոչված քաղաքական էլիտան ճակերտների մեջ բացարձակ չեմ ճանաչում, ոչ էլ ուզում եմ ճանաչեմ։ Այն փաստը, որ այս մարդը դեռ մնացել է իշխանության, սա բացարձակապես մեր ընդդիմության մեղքն է։ Մի ընդդիմություն, որը 5 անգամ չկարողացավ բողոքի շարժումը ճիշտ ուղղորդել եւ գլխավորել 5 անգամ, ես ու դու հաշվել ենք, չէ՞, մենք անցյալ ոդկասթի ժամանակ, քանի անգամ 20 թվականի պատերազմից հետո, 21-ի ընտրությունները, 22-ի լաոն, որը չզարթնեց, 23-ի Ղարաբաղի հայաթափումը, էլի շարժում եղավ, էլի տապալեցին, իրանց միտինգից փախան, ինչ որ կոմիտե, սեփական փրկության կոմիտե ստեղծեցին, աթոռակռվի կոմիտե ու փախան։ Այդտեղից էլ փախան, այո, խղճուկ իրավիճակ։ Հետո Բագրատ Սրբազանը, որը մեր վերջի շանսն էր, ես էլ դու էլ այն հիշում ես Չարենց Հավանովս կարկուտի տակ ընկանք լրիվ թրջվեցինք։ Ամբողջ ճանապարհը, այո, միասին անցանք Կիրանցից մինչև Ազատության հրապարակ եւ չգիտես ինչի ով ուշեց Բագրատ Սրբազանին։ Այո, հանճարեղ խորհուրդներ տվեցին։ Մենք ձեզ մի ժամ կտանք, հետո 15 րոպե կտանք, հետո մեր քաղաքական էլիտայի Հենրի Կիսենջերները հավաքվեցին, էլի իրանց կոմիտեն ստեղծեցին ու էլի տապալեցին ամեն ինչ, բայց 5 անգամը քիչ էր, Նայրա ջան։ 5 անգամը քիչ էր։ Հիմա 6-րդ անգամ նույն մարդիկ գալիս են ու էլի նույն բաները ասում են։ Էլի դուրս գանք փողոց, էլի սկսենք շրջանայինով ման գալ քաղաքով։ Ժողովուրդը իրանց կոչում է ցույց ցրողներ։ Եվ երևի ինչ որ հիմքեր ունի։ Առաջինը, երկրորդն էլ 1000 անգամ ասել ենք, մեր փոքրիկ դու անվանում ես իքիբիր քաղաքական կուսակցությունները, այո, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ցավոք սրտի, այո, քաղաքական դաշտի մանրապճեղները, ովքեր տառապում են քաղաքական նապոլեոնիզմով, բոնապարտիզմով, ծայրահեղ նարցիսիզմով, իսկ ես էլ դու էլ շատ լավ գիտենք, բացի ցանկացած հոգեբուժության դասագիրք եւ նարցիսիզմը որպես հոգեկան լրջագույն շեղում իր բոլոր վտանգավոր հետևանքներով թվարկված է։ Ես նորից ուզում եմ հիշեցնել 21 թվականին մոտ 22% ձայն
փոշիացավ, այս տեմպերով, որ մենք նայում ենք, թե քանի ուժ, որը ակոնհայտորեն չի էլ մոտենալու անցողիկ շեմին հայտ ա ներկայացրել, ես վախենում եմ, որ մի այդքան էլ այս ընտրական փուլում փոշիանա, իսկ դա չի փոշիանում է, գնա ասենք Լուսին կամ Սատուրն մոլորակ, դա ասենց շատ սահուն գնում եւ նստում է Նիկոլ Փաշինյանի ընտրական քվե զամբյուղի մեջ։ Ու գիտես ինչ են ասում, ես մեկին այո, ու մեկին ես լսեցի տեխնացուներից մեկին 24 TV-ում, ասում է այս մարդիկ ուրիշին ձայն չէին տա, սրանք մեզ են ընտրում, այսա մենք մեր ընտրողներն են, այսինքն նրանք որ գալիս են, մենք ձայն չենք խլում ոչ մեկից, ու նրանք ուրիշին ձայն չեն տալիս, այսինքն այս մարդը էլի չի հասկանում, որ պրիվատիզացրել է, էլի, այո։ Հա, բայց նա չի հասկանում, որ այդ մարդիկ անգամ եթե դուրս են գալիս իրանց ձայն տալու, այդ ձայնը գնում է, կեսը գնում է, այս ԿՊ-ին է գնում, կեսը գնում է ԿՊ-ին, նա էլի չի հասկանում։ Ես չգիտեմ ոնց բացատրես։ Ես կարծում եմ, գիտես ի վերջո վերջի խոսքը ժողովրդինն է, ժողովուրդը ինքն է որոշելու եւ եթե մենք հունիսի 8-ին կանգնենք կոտրած տաշտակի առջև, ես մի հատ մայկա եմ պատվիրելու սպիտակ վրան այսպես կարմիրով կամ սևով գրած Նիկոլ Փաշինյանը ամենաարդար բանն է, որ տեղի ա ունեցել մեզ հետ։ Ի վերջո, այո, վերջի խոսքը ժողովրդինն է, բայց պիտի այդ որ իրանց կներես այդ բառի համար ատմասկային անում, որ մենք մասնակցում ենք, որովհետև մեր ընտրողը շատ սպეციფիկ է, ինքը մեզանից բացի որևէ մեկին ձայն չի տալու, հարգելի հայրենակիցներ, եթե սա լիներ ընդամենը շարքային ընտրություն եւ այսքան ճակատագրական չլիներ այս ընտրությունը մեր երկրի մեր պետականության գոյության համար, օքեյ, կասեինք դուրը չի գալի, քո լիդերին ես մենակ հավանում, նստի տանը եւ մի գնա ընտրության, բայց քո այդ որ իբր արդարացնում ես քո ընտրողին, որ նա ոչ մեկին չի ընտրելու, դու ինքդ նրա առաջ պիտի խնդիր ձևակերպես, որ դրված է Հայաստան կամ կա կամ չկա, այսինքն դու քվեարկում ես կամ Հայաստանի լինելիության կամ Հայաստանի չլինելիության օգտին, եւ եթե քո ընտրողի համար այնքան կենսական է, որ անպայմանորեն քո ֆեյսը պետք է լինի եւ չհատելով շեմը դու օգնելու ես Նիկոլին, ուրեմն քո ընտրողը Նիկոլին օգնող ընտրող է, ցավոք սրտի, կամ այո, նրանք չեն հասկանում։ Այո, Նայրա ջան, կներես ընդհատեցի քեզ, ու երկու բան էլ ցանկանայի մենք քննարկենք։ Առաջինը դա այսպես կոչված այդ նախքին իրանց այդ թեզն է, եւ երկրորդը իրանց այդ խաղաղություն թեզն է, որ մենք խաղաղություն ենք բերել։ Եթե թույլ տաս, սկսենք առաջինից։ Նախ, ինչպես դու շատ ճիշտ ասեցիր, այս մարդը ինքը արդեն առնվազն 20 տարի է քաղաքական բեմում է, 2008 թվականից։ Տխրահռչակ այդ օրերը մենք իրան հիշում ենք։ Նախ ինքն էլ է նախքին, առաջինը։ Երկրորդը, արդյոք հնարավոր չէ որոշ ուժերին, որոնք ներկայացնում են, ասենք, անցյալում տեղի ունեցած ինչ-որ զարգացումներ, ժողովրդի հետ ազնիվ խոսել եւ ընդունել, որ եղել են ինչ-որ թերություններ, եղել են սխալներ, եղել են կոռուպցիա, եղել է, ինչ-որ բան ընդունել, գուցե դա կօգնի, որ ժողովուրդը ուրիշ ձևով նայի այդ մարդկանց։ Գուցե, ես չգիտեմ, կամ գուցե ես շատ միամիտ եմ, ես ուղղակի ինձ խանգարում է մի բան, որ մեր հանրապետությունում ոչ ոք ոչ մի բանի համար ոչ մի պատասխանատվություն չի ընդունում։ Ով ինչ անի, հետո ասում է, ես այդպես բան չեմ արել, սա իմ մեղքը չի։ Արդյոք հնարավոր չէ ժողովրդի հետ ազնիվ խոսել եւ ասել, այո, եղել են բաց թողումներ, եղել են կոռուպցիա, եղել են շատ նեգատիվ բաներ, մենք ընդունում ենք, այլևս թույլ չենք տա։ Արդյոք դա չի օգնի։ Երկրորդը, անցնելով խաղաղության հարցին։ Նայում եմ այս մարդկանց ինտերվյու են տալիս, նա մեզ խաղաղություն ա բերել, Այսինքն կապիտուլյացիան, պարտությունը, հանձնումը, 5000 տղայի մահը ներկայացնում են որպես խաղաղություն։ Հանձնեցինք, տվեցինք, սպանեցինք, ջարդեցինք, բայց սա խաղաղություն է։ Հիմա հարց, դու շատ համոզված եմ հետևում ես, ինչ է կատարվում Պարսից ծոցում։ Տեսար, որ հերթական զինադադարը փլուզվեց։ Էլի զինադադարը փլուզվեց, էլի Իրանը եւ Միացյալ Նահանգները էլի կրակում են եւ գրավում են միմյանց նավերը, տանկերները, որոնք անցնում են Հորմուզով։ Սա 2 շաբաթ տևեց զինադադարը եւ նորից պատերազմ։ Դրանից առաջ մի քանի ամիս առաջ անցյալ տարի նույնպես եղել էր պատերազմ եւ նույնպես եղել էր զինադադար։ Հիշում ես։ Դրանից առաջ վերջի անգամ երբ էին հարձակվել Իրանի վրա։ Մի քանի տարի առաջ։ Դրանից առաջ Լիբանանում
կնքվել է զինադադար։ Ես հաշվեցի 12 զինադադար է կնքվել 40-ական թվականներից եթե հաշվենք մինչև այսօր 12 զինադադար եւ խաղաղ պայմանագիր։ Էլ չխոսենք փոքրիկ զինադադարների մասին, այնտեղ տասնյակ տարբեր համաձայնություններ կային։ Ամեն անգամ կնքվում է եւ խախտվում է։ Հիմա հարց, մեր խաղաղությունը, մենք այսպիսի խաղաղություն ենք ուզում, որ խաղաղությունը ասենք 2 շաբաթ հետո, 3 ամիս հետո, 6 ամիս հետո, մի տարի հետո նորից խախտվի, քանի որ մենք մնում ենք թույլ, մենք մնում ենք ծնկի եկած, մենք ունենք այսպիսի կառավարություն, որը ոչինչից չի հասկանում,